Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ։ Եթերում է հանրային ձայն հաղորդաշարի հոկտեմբերի 17-ի մեր հերթական թողարկումը։ Տևական ժամանակ է մենք ձեր հետ չէինք, այսպես ասած մեր տաղավարից, բայց հիմա մենք վերադարձանք մեր տաղավար։ Որ ասում է մշտական մեր անդամներով Տհաճմարտ, Անդոյ, Աբաս, Քրիստիկ, Ռուզիկ եւ մնացած մյուս բոլոր անդամները Վայեղազարյան, Արգիշտ, Ազատուհի, Բոզիտաղեն եւ այլոք, որ ասում է վся семья в сборе։ Так այսօր մենք անդրադառնալու ենք Երևանի էլեկտրոցանցեր Փակ բաժնետիրական ընկերությանը։ Կանազ գաղութի պետի տեղակալ Հայկ Մովսիսյան։ Կարքին Հայկո Գանդոնին Դավթաշենի թաղապետարանին Հոկտեմբերի 27 Երևանի քաղաքապետարանին, ընկեր քաղաքապետարանի վրասմա վերնախավը անցի վերընկնի։ Պրոբացիայի ծառայություն, Ղարաբաղի վերնախավ, Ավանի թաղապետարան, Արսենյան ջերմուկի բոզի տղեն, Աննա Բոլեին, Սեր Սարգսյանի դուստրեր Սաթիկ և Անուշ Սարգսյաններ, Ավան ասեցինք, Տաշիր Սամոն անցնի վերընգնի, Ժողկրտ բաժին, Երևանի քաղաքապետարանը ստեղա, Նիկոլ Փաշինյան եւ այլն, որ ասում է վся семья в сборе։ Հիմա ըստ հերթականության։ Ուրեմն մեզ ահազանգել էին Ծարավ աղբյուր փողոցի հետ կապված, որ ասում է մեկ քանդած, մե բլած, մե խայտարակ բան է իրավիճակ։ Ես ինչ է այստեղ մաջալ են։ Ալո։ Դու եթերի ժամանակ ես զանգ է, ընկերը թաղիք ես, ասա տենամ։ Ուրեմն Ծարավ աղբյուրի փողոցի վիճակի հետ կապված, ոնց որ sense բոմբերը են խալի բոմբեր կան, ծսրած։ Ինձ հետարքիր է Ավան վարչական շրջանի այդ ղեկավարը, թաղապետը եւ այլն, այդ փողոցով փորձել է անցնել կամ դառնալ։ Մենք էդի անգամ քաղաքացին նկարահանել էր եւ այդ ուղարկել էր մեզ ինչպիսի ճանապարհներ են։ Ուրեմն ես Այս պայդրությամբ չգիտեմ ով է Ավանի թաղապետը, մի րոպե զանգ եմ տենամ այստեղ են գիտի, թե չգիտի։ Ծարավ աղբյուրը մի րոպե։ Այս Ծարավ աղբյուրը ընկնում է Ավան։ Ով է ձեր թաղապետը։ Երջը մի րոպե Վահան Էտա թաղապետը Տոլի Վահան Երջ Ահա Բա կանտրաբանդայի պետ Երջանիկի աղբերը այդ փողոցով չի անցնում դառնում այդ Ավանի թաղապետը, ինքը չի տերում այդ փողոցի վիճակը։
Սաղ տարի այդ վիճակի, այս վիճակ։ Ես եթերի մեջ չեմ, բայց քեզ մարդ չի լսում, խոսա։ Երևան City։ Ձախ Արտմետ։ Այսինքն նորից կրկնենք, Ծարավ աղբյուրից բարձանում ենք դեպի Երևան City, Երևան City-ից ձախ ենք անում, մտնում ենք Արտմեդի փողոցը։ Ահա, բա այդ ռմբակոծած փողոցը ինձ նկար է ուղարկել էին, ես դրել եմ Telegram, ընկեր Ավանի թաղապետը, կամ իա Երջանիկ եւ դժբախտ աղբերը, այդ փողոցի վիճակը չեն տեսել։ Իսկ Դե նույն վիճակն էլ հիմա կամ ընդեղ դրանն է, կամ Զեյթունինն է։ Հիմա երկուսին էլ բան վերաբերում է, իրանք այդ փողոցը չեն տեսել, ցենց հետաքրքիր է։ Ուրեմն ես բան այդ ավակ Ծարավը դառնում է Ռուբինյանց փողոց։ Ես մի բան պետք է խնդրեմ։ Ահա, ասա։ Եթե վիոլա ջրին է, այդ վիոլա այդ կոյուղին հլմ լցվում է փողոց, այդ քաքա ջրերը, ինքը խի չի վեկալն կամ այդ նույն բանը Ավանի թաղապետը կամ Զեյթունի թաղապետը, հիմա նաև մեզ լսում է ընկեր Երևանի քաղաքապետը, բառը զզվանքով եմ արտաբերում դաժե, ինչի չի վեկալում ընկեր Սիսին զանգի վիոլա ջուր, ասի ինձ Սիսի անեք, բոզի տղեք, ես ինչ է այս փողոցի վիճակը։ Ծարավ աղբյուր 55, դրոպ 5, շենքի դեմը։ Էտումնա, բավմա պատկանում։ Բա ինչա նշանակում համատերությանը չի պատկանում։ Բավմա պատկան։ Լավ, ուրեմն ես էսա մենք ավականներին կհանձնարարենք, որպիսի վաղ կապնվեն Երջանիկի աղբորը եւ հասկանան 55 դրոպ 5 շենքի դեմի փոսի հարցը ոնց պիտի լուծվի։ Լավ։ Ուրեմն ես ոնց հասկանում եմ, այս խորը խնդիր է Երևանի, այսինքն ավականին հանրային ձայնի վաղը անպայման կփորձի այս թեմայով զրուցել, ես կփորձեմ զրուցել եւ ընկեր Ավանի թաղապետի հետ եւ Զեյթունի թաղապետի հետ եւ ես 55 դրոպ 5 շենք, ինչպես նաեւ Երևան City-ի դեպի ձախ Արտմեդի դեմի փողոցների հարցը հրատապ լուծելու համար։ Ինձ թվում է Երևանի քաղաքապետարանը անպայման պիտի այս հարցով զբաղվի մաքսիմալ արագ։ Ես հələ որ կուլտուրական եմ, բայց ինձ հազիվ զսպելով։ Так, սա ինչ խնդիր է։ Մյուս խնդիրը, որը վերաբերվում է, ուրեմն ես ուզում եմ դիմեմ այդ կենտրոնի, Արամի փողոց, Պուշկին Կողբացի եւ Պուշկին։ Հարգելի Արամ փողոցի, Պուշկին Կողբացի եւ Պուշկին փողոցի բնակիչներ։ Դուք այդտեղ ձեր փողոցների վրա ունեք աղբատար քաքեր, ящикներ, որը որ օրվա մեջ մի քանի անգամ զիբիլի ավտոն գալիս է եւ հավաքում է։ Ամեն անգամ եւ նամանավանդ օրվա այն առավոտվա ժամերին նորմալ է, բայց այն մնացած օրվա ժամերին հավաքելու ժամանակ առաջանում է խնդիր, այսինքն երթևեկության հետ կապված։
Եվ այդ շենքի բնակիչները կամ առհասարակ այդ փողոցով երթևեկող որոշակի անձինք բավականին անպարկեշտ եւ ոչ կոռեկտ բառերով են դիմում կոմունալ սպասարկման համակարգի աշխատողներին, այսինքն այդ զիբիլ հավաքող մարդկանց, վիրավորելով «Արա էս ինչ ես եկել ճամփեն փագը մեզ դեզդեն» եւ այլն, այդ մարդիկ իրենց աշխատանքն են կատարում։ Ես գիտեմ, որ նամանավանդ Պուշկին Կողբացի եւ Պուշկին այդ աղբամանները լցվում են, հիմնականում այդտեղ օբյեկտներ են գործում, այդ օբյեկտներն են գալը ցռում դրա մեջ, մաքսիմալ շատ։ Շատ ճիշտ կլինի, որ այդ օբյեկտները իրենց համար առանձին զիբիլ հավքող վարձեն, որ գան հավքեն տանեն։ Իսկ այն վարորդները, ովքեր, որովհետև բողոքը եկել է կոմունալ սպասարկման աշխատողներից, իսկ այն վարորդները, ովքեր կփորձեն նման գրեհիկ տոնով խոսել զիբիլ հավաքող կամ աղբահանությամբ զբաղվող մարդկանց հետ, որ արա այդ ավտոն բերիկ թագիկ հələ դավայ սիկտիրել եք ստուց, մենք պիտի անցնենք եւ այլն, ես նախ հորդորում եմ, խնդրում եմ կոմունալ սպասարկման աշխատողներին, եթե կլինի նման խնդիր, այսինքն ձեր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, երբ որ դուք զիբիլ եք հավաքում այս կամ այն փողոցը փակելու ընթացքում, եւ որևիցե մի մեքենայի լպիրշ բոսյակ վարորդ, ձեզ հետ կփորձի խոսել նման տոնով, որ դավայել եք ստուս պրծեք եւ այլն, ես ուղղակի հորդորում եմ ձեզ, վերցնում եք հեռախոսը, միացնում եք կամերան, ֆիքսում եք այդ վարորդի դեմքը, ինչպես նաև մեքենայի համարը եւ ուղարկում եք ինձ։ Ու ասում եք, ես սա ուղարկում եմ Վարդան Ղուկասյանին։ Ես այդ վարորդին, ով փորձում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել կոմունալ աշխատողների նկատմամբ, ես իա տունուտեղը կսարքեմ կոմունալ։ Փորձեք հարգանքով մոտենալ, ձեր քաքը մաքրող, ձեր հետևից, ձեր քակած թակածը մաքրող մարդկանց հետևից, մարդկանց նկատմամբ, հարգանքով։ Եվ եթե մեքենան գալիս է մի քանի րոպեով փակում է այս փողոցները, որտեղ էլ որ դուք մեքենաներ եք կայանում, դրանով իսկ վաբշե աներթևեկելի սարքելով այդ փողոցը, նախ ես դիում եմ կենտրոնի թաղապետարան մաքսիմալ արագ ատեղ բերել կամ գծանշումներ անել, որ ավտոկանգարը արգելվում է, կամ կամերա դնել, կամ ինչ-որ մի բան անել, որ այդ փողոցների վրա մեքենա չկանգնի, որովհետև եթե դե մեքենա էլ կանգնում է, այդ աղբ հավաքող մեքենան էլ գալիս է, բնականաբար չի կարա փողոցը չփակի, որովհետև կողի ավտոները արդեն եկե ցռե փռել են, կանել են այդ փողոցի վրա, կանգառը ուղղակի արգելել։ Իսկ այն մարդիկ, ովքեր կփորձեն վիրավորել կոմունալ սպասարկման աշխատակիցներին, ես ուղղակի հորդորում եմ այդ աշխատակիցներին նկարահանել եւ ուղարկել ինձ տվյալ վարորդին տվյալ մեքենայով։ Ստեղ մեզ բողոքում են Վարդան ջան, 21-րդ դար, Զեյթունում ուլնեցու 70 դրոպ 1 շենքում ջուրը 11-ից հետո կամ չկա նապոր, լողանալ չի լինում։ Զանգում ես, ասում ես, ես ինչ ասում է 17 ժամվա ռեժիմա ջուրը, այսպես բաներ։ Ես ցավոք սրտի մենք հələ որոշ ժամանակ ունենք մինչև ազգային ժողով հասնելուն, բայց ես միանշանակ վստահ եմ, որ վիոլա ջուրը, ինչպես նաև Հայաստանի էլեկտրոցանցեր այդ կազմակերպությունը պիտի պետականացվի, որովհետև սենց հնարավոր չի։ Վիոլա ջուրը մենք գիտենք ում է պատկանում Տարոն Մարգարյան, այսինքն հանրապետական թևին է, էլեկտրոցանցերը, երբ նայում ես շաբաթվա այս գլխից այն գլուխ հովարային անջատումներ հոսանք չի լինելու, օրինակ ամսի 12-ին գրե դրել էին։
այդ հոկտեմբերի, որ 8 ժամ Երևանում լույս չլինելու, մարզերում լույս չլինելու, ես չեմ կարողանում հասկանալ, ինչն է պատճառը, որ լույս չկա։ Հոսանքը կա, ինչն է պատճառը, որ բանը հոսանքի մատակարարում չի լինում։ Այս քանի տարի է ընկեր տաշիր սամոն առերա, ու ոչ մի քակ չի ուտեմ, բացարձակապես։ Այս գլխից հովարային անջատում է, այն գլխից հովարային անջատում է։ Իշխանություն կոչված բոզի տղենը չի վեկալեմ, չասեմ տղա ջան, այսքան հովարային անջատում դուք ես անում։ Ամառվա օրով անում ես, ձմեռվա հետ օրով անում ես, մարդկանց ապրանքը խալաձենիքի մեջ փչանում է։ Ես ստեղ այսքան ժամանակ ապրում եմ, գնում եմ, գալու, ես մի անգամ չտեսա, որտեղ հոսանք անջատվի։ Եթե դու չես կարողանում նորմալ հոսանք մատակարարես, ուրեմն քո ձեռից պիտի այդ էլեկտրոցանցերը խլվի։ Եթե Երևան ջուրը չի կարողանում նորմալ ջուր ապահովի, կոյուղին, պայթամա, տրուբա, լոբնուլա, վադաֆաշ, քաքա ջրերը հլմեն, փողոցում եկո, հոսմելու այդ բոզի տղեն չի վերականգնում, ուրեմն ձեռից պիտի խլվի։ Ազգային ժողովի պատգամավորներ եք, բոզի տղեկ, այդտեղ նստած ինչ եք անում։ Օրենքի նախագիծ գրեք, վիոլա ջուրը պետականացեք, ուզում եք հանրապետականին ծածցնեք, մթոմ ուզում եք։ Քպական բոզի տղեկ։ Կամ այն հանրապետական թևը ուզում ես, այսպես ասած սրած է ծծնի, վիոլա ջուրը պետականացրեք։ Չի կարող փող բերող հիմնարկը իրեն չարդարացնել։ Նույնը էլեկտրոցանցերը, հիշում եք, որ վեկարել ենք, զանգել ենք, այն ինչ էր, մի րոպե։ Կդեմ մի հատ, այս է ասաղ ջնջը։ Մի վարկյան, այն որ պետականացնում էին, հա, անուչա, բանը, սնանք էր ճանաչվել, հոկտեմբերի 3-ի մեր թողարկումներ, ուրա, որ զանգեցինք, ասում է, ես խաբար չեմ, որ տես բան կա, ինչ էր բոզի տղանունը, նյոպե կտեմ, ես է 4-ը, Կյան ես գույք եմ, մտե բերանաս ստեղ միտեղ ես գրել էի հա, ես միջազգային էներգետիկ կորպորացիա տաշիր Սամոյինն էր, որը ճանաչվել էր սնանք, գրանցված էր Շվեցարիա, հելան գնացին ոչ եմ կտան նկարահանին, ասին տես բան չկա, մենք էլ զանգել ենք ընկեր Արթուր Խաչատրյանին, այդ դերցակ ղախպին, որն էլ ասում էր, ես խաբար չեմ, այտենց բանից գաղափար չունեմ։ Ուրեմն մենք զանգել էինք հոկտեմբերի 3-ին, հիշում եք, հոկտեմբերի 3-ի թողարկումներ։ Ուրեմն 26/09/2023 թվականին, այսինքն արդեն 4 մի շաբաթ առաջ, Միջազգային էներգետիկ կորպորացիան սնանկության դատարանով ճանաչվել է սնանք։ Սնանկության կառավարիչը նշանակվել Խաչիկ Նազարյանը։ Սրա մասին մենք խոսել էինք։ Այդ օֆշորային ընկերություն եւ այլն։ Մի րոպե։ Այն որ ասում եմ մենք խաբար չենք, ու հիմա ընկեր Աբաս, այս հիմնարկը կուլտուրական ձևով անցնում է ես իմ ձեռի տակ։ Ուրա։ Էսա 26/09/2023 թվական Հայաստանի Հանրապետություն սնանկության դատարանի որոշում դիմումը վարույթ է ընդունվել սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին 26 սեպտեմբերի 2023 թվական Սա ես հիմա տեղադրեմ, որպեսզի ոչ մեկ չբռնի չասի, որ էդի լակտի սուտա մենք այդպես խաբար չենք, ու այն բոզի տղեն հեռախոսով ասում էր, ես տես բանից խաբար չեմ, տես բան կա, տես բան չկա։ Փաստորեն տաշի Սամոն այս կամպանիայի մորն էլ արեց մորմշ եւ գեղեցիկ բան կերպով հիմա կվեկալի կփոխանցի, չգիտեմ, կամ ռուսներին, կամ սրանց, կամ նրանց։ Այն որ ասում է, մենք խաբար չէինք։ Խնդրեմ, Telegram կանալում տեղադրվավ։ Այսինքն քանդելով, քայքայելով, ավիրելով ես նախկին ներկա բոզի տղեկը երկրի մեր մորմշ անելով եթում են առաջ, մեկը մեկի հետևից, մեկը մեկի։
Զանգել էինք, ասում եմ, ես խաբար չեմ, տես բան կա, արդեն ամսի 26-ով նշանակվել էր սնանկության կառավարիչ։ Էս ինչ է։ Միջազգային էներգետիկ կորպորացիա, որին պատկանում են հեկեր, այնտեղ Սևան Հրազդան կասկադը եւ այս ամենը էս գեղեցիկ կերպով կփոխանցվի մեկ ուրիշի։ Սա սենց մյուս թեման։ Հա, ես իմ նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձել էի Սերժ Սարգսյանի ընտանիքին, հանձինս դուստրերին, որ ինչ են ասում ես սև վուալը գլխին բանը գցած, ինչի իրենց արցախցիներին չեն օգնում։ Հաղորդումից անմիջապես հետո ինձ ուղարկեցին տեսանյութեր, որոնցով երևում է, որ Սերժ Սարգսյանի դուստրերը, Սաթիկը հանձինս, հետո նոր Անուշ Սարգսյանները բավականին մեծ քանակությամբ հումանիտար օգնություն են բաժանում արցախցիներին, Անայիս Սարդարյանի կազմակերպած այդ միջոցառումով, Անայիսը ինչ այդ աղջկա։ Ես այն որ ասում եմ լավին լավ, վատին վատ, չնայած նրան, որ ես խորը ատելություն ունեմ Սերժ Սարգսյանի նկատմամբ, բայց հաշվի առնելով, որ վերջինիս դստրերը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի Սիրուշի, Ռոբերտ Քոչարյանի տղեկի եւ Ռոբերտ Քոչարյանի աղջկա, այդտեղ որ ասում եմ ֆուրերով օգնություն են բաժանում Արցախից տեղահանվածներին, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Սաթիկ եւ Անուշ Սարգսյաններին։ Ինչքան էլ տարօրինակ թվա, լավին լավ, վատին վատ։ Ես զարմացած եւ հիացած եմ հարգարժան ընկեր Սաթիկ Սարգսյան, ձեր կատարած աշխատանքով ճիշտ է, այն ամենը ինչ արելա ձեր հայրը Հայաստանի Հանրապետությանը, այն թալանը, որ կատարելա ձեր հայրը, դա աննկարագրելի է, բայց եթե դուք որոշել եք եւ տարբերվում եք ձեր ծնողից օգնել արցախցիներին, ինչը մենք արձանագրում ենք, ես ամենայն դեպս ձեզ ասում եմ շնորհակալություն։ Շատ գեղեցիկ է կլիներ, որ դրա մի մասն էլ աներ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, նամանավանդ ընկեր Սիրուշը, որը որ երբեք ոչ մի ձևով, այն որ ասում է լավին լավ, վատին վատ։ Մալադեց։ Սաթիկ եւ Անուշ Սարգսյաններ, ես չգիտեմ Սաթիկի մարտնամիշիկը, թե Անուշի մարտնամիշիկը, համենայն դեպս միշիկին լակիրովնի դագաղը դնեմ, ան գերեզման մնա։ Էդի որպես բացիկ։ Քանի որ գնաց խոսք այս արցախցիների հումանիտար օգնությունից, օրեր առաջ Ջերմուկի Արսենյան կոչված անգրագետ կեղծ դիպլոմավոր բոզի տղեն, մի րոպե, ես ինչ գրին ինձ, Անայիսը հերքելա անձամբ իր, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ինչ-որ մի բանով իրենց օգնում է, ինչ քիչ վերաբերվում է Սաթիկին եւ այսինքն Սերժ Սարգսյանի դուստրերին, տեսանյութը տեսել եմ անձամբ ես, ինքը այնտեղ կանգնած ֆուրերով դադարում են օգնությունը։ Դա նկարահանվել է, օպերատիվ նկարահանում է եւ ուղարկվել է ինձ։ Սա որպես պատասխան մեր աշխատողին։ Հա, ուրեմն ինչ վերաբերվում է բանը, այստեղ դաժե կարելի է մի րոպե։ Ուրեմն ընկեր Արսենյանը օրերս գնացել է Mercedes-ի ֆիրմա սերվիս։ Իր 16-17 անչափահաս տարիքում գտնվող թորան համար մեքենա առնելու։
Զակազ են տվել Mercedes։ Բայց այդ Mercedes-ն ուշացել է։ Հիմա որպիսի թորը հանկարծ 2 օր մանթո չընկնի, անես ձերի հետ պրոստը 97 միլիոն դրամանոց մեքենա է վերցրել պապը թորան համար։ Ասելա վեկալ եմ թորս քշի։ Մանթո չընկնի։ Ու Mercedes սերվիզում էլ հայտարարություն է տարածում, ասում է արցախցիներին պետք չէ օգնել։ Բոզի տղա է։ Ուրեմն այո, արցախցիների մեջ կան բոզի տղեկ, ինչպես ցանկացած տեղ։ Շատ ու շատ արցախցիներ ապերախտ են, էդ էլ ենք տենում, երախտամոռ են, էդ էլ ենք տենում, դա էլ ենք արձանագրում։ Փողը տալիս ես, մարդիկ փողը տվել են, որ այդ գնան իրանց ընտանիքի համար ինչ-որ մի բան առնեն, ուտեն, ապրեն, գնացել ռեստորաններ կերը խմել են, այդպես բաներ էլ կա։ Ասում ես բնակարան ենք առաջարկում հոկտեմբերյան կամ աբովյան կամ չգիտեմ աշտարակ, ասում եմ ոչ, Երևանի մեջտեղումը պիտի ապրենք լոխմունք։ Ես չեմ կարողանում հասկանամ ինչով է Ստեփանակերտը առավել հոկտեմբերյանից։ Ես հոկտեմբերյանի Երևանյան 20 շենքի զիբիլը Ստեփանակերտի հետ չեմ փոխի։ Բայց ասում եմ չէ, մենք պիտի ապրենք Երևան։ Եթե հարգարժան արցախցիները ունեն ֆինանսական միջոցներ Երևանում ապրելու, ուրեմն թող ապրեն Երևանում։ Եթե ուզում են ապրեն, բայց բնակարաններ չգիտեն որտեղ, Պարոնյան 8 շենքը կամ Բյուրեղ բնակելի թաղամասը կամ Ռոբերտ Քոչարյանի դաչեն իրանց փեշքեշ կարան գնան մտնեն մեջը ապրեն։ Նման արցախցիներ այո կան։ Եվ ստեղ, երբ որ մենք խոսում ենք ջերմուկի Արսենյան բոզի տղուց, ես եմ որ ասում եմ ժդուս, նե դաժդուս, երբ հագալու են օրը, որ ես սրանց տնով տեղով ծսցնեմ, բարիս ամենաբուն իմաստով, սրանք պիտի տարներով բերթերում պդեն, ես Արսենյանն էր բոզի տղեկը, մի հատ էլ ասում եմ, ով որ դրանց օգնում է, էսա կամ եննա, սա էլ այդպես 97 միլիոն դրամ թորան համար, բայց մարդիկ ինչ են ասում են, մապետա ինչ խրի գլուխա մապետ են բռնում, առանց պրավի վեկալում տանում են տուգանային հրապարակ, ավտոներ են բռնում տանում տուգանային հրապարակ, այսպես կոչված ես պարեկներ ղաղպեքը, մարդիկ գնում են իրենց տրանսպորտային միջոցը ստանալու, ժամերով ժամը 10-ից մինչև ժամը 2-2:30 հերթ են կայնան, որ իրանց մեքենան տան, միլիցիա չկա, որ սպասարկի մեքենա տա, զանգում են հանրային ձայն, ասում են, մեր մեքենաները չեն կարում տուգանային հրապարակից հանենք, ստատուսը գրեմ կցմեմ, Փոսիգայի վերաբերալ, նոր խլվրտոցը ընգնումա մեջները, Փոսիգայի պետին վերջին անգամ եմ զգուշացնում, եթե մի անգամ էլ եվս որևիցե մի քաղաքացի եկել է կանգնել է Փոսիգայի ժամերով սպասելա որ իան հասանելիք իա մեքենան պիտի տան ու չեն տալի ատեղի ու զանգում եմ Փոսիգայի մարդ չի վերցնում հետևյալ հեռախոսահամարներով զանգում է զանգը թմա մարդ չկա աշխատող նեմա զանգում եմ կոմուտատոր ուրա Ես 60-ով համարն է, խնդրեմ։ Զանգում եմ կոմուտատոր նորից, ոչ աշխատող կա, ոչ են կա, ոչ են կա, ես անտերը ոնց է զանգվում։ Ես էլ կոմուտատորն, այսօր եմ զանգել։ Տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել աշխատանքային օրերին, ժամը 9:00-ից։ Այս նույն գյադենախոսը մեջը սեղմել 1, սեղմել 2, սեղմել 3, սաղ սեղմին պրծին վերջի մերախոսը գլախք Փոսիգայի պետ, չգիտեմ, սա 20 թե ով է։ Եթե ես եւս մի անգամ բողոք եմ ստացել, որ քաղաքացիները այդտեղից զանգում են ու քո միլիցիայը այդտեղ վերընկած ինչ խերրեն ուտեմ ես չգիտեմ, մեքենայի տրամադրման հարցում ուշացել է, քո հերթապամասը գալամա քո տուն։ Իսկ ինչ վերաբերվում է Արսենյանի
անչափահաս թորանը, որը 97 միլիոն դրամանոց մեքենա պիտի քշի, 97 միլիոն անգամ թորանը ծծծնեն սաղյա հասակակիցները, բոզի տաղա, ասում մի բան կրծեմ տակը, մինչև ես երկորը զակաստված ավտոն գա, ես ես զակաս կտամ, Ավինյան Տիգրան Քաղաքապետարանում նիստա անեմ, ասում է առանց ավարտական ակտի չլեմ չիմանամ շենք հանձնվի։ Անմիջապես այդ ելույթից հետո ինձ ուղարկում են Անտարային 11/1 հասցեում գործող հյուրանոցը, որը գործում է առանց ավարտական ակտի։ Այն մի հատ կլոր երեսով կա, ով է, չգիտեմ, այդ խորեներ, ինչ էր, որ ասեցիր, ինքը ինչա, բանաստեղծա, բանասերա եւ վերանշանակվում է։ Ով է քաղաքապետարանի այն վարչության պետը, ով պետքա զբաղվի, այսինքն ինձ ուղղակի ես եղել հիշում եմ, մի բան պիտի տպեմ հանեմ։ Լավ, կտպեմ կանեմ։ Եվ այդ աշխատանքային ժամի ես կփորձեմ սանից հետո նաեւ օրը ցերեկով եթեր մտնել, այսպիսի շենք շինություններ, որոնք գործում են առանց ավարտական ակտի, որ հայտարարում ես ընկեր Ավինյան Սիսի, որ ավարտական ակտը առանց դրա չպիտի գործի։ Անտարային 11/1-ը ոնց է գործում։ Հարց։ Ավական ու մոտական նիստի ժամանակ ես բոլոր հարցերը բարձրաձայնվելու են։ Եվ ումա պատկանում Անտարային 11/1-ը մենք դա կփորձենք ճշտել։ Դրա հետ մեկտեղ նաև այն ջազվեն, որը արդեն գրե դրել ենք, ուրա նկարով ամեն ինչով, որը գործում է Աբովյան փողոցի վրա։ Ջազվե կաֆեն, որը գտնվում է քաղաքի սրտում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի եւ պետական պատկերասրահների անմիջապես կպած պատին, փակելով 6 պատուհան ճակատային մասից եւ սարքել են կաֆե, խախտելով բոլոր նորմերը։ Լուսավորությունը, խոհանոցում բացակայում է սանիտարական հրդեհային կանոնները։ Հողի վարձակալությունը տրամադրողները հաշվեն առել ջազվե կաֆեների սեփականատիրոջ ազդեցիկ լինելը եւ անտեսելով մնացած խախտումները։ 6 լուսամուտ փակել են ֆիլհարմոնիկի, որ դեմացը պիտի լինի ջազվե։ Սրա հետ էլ կապված ես եւս կհանձնարարեմ իմ ավականուն հրատապ կերպով հանել բոլոր այն փաստաթղթերը, ում օրոքա սեփականաշնորհվել ջազվեն կամ ոնց է տրվել վարձակալության ֆիլհարմոնիկի հաշվին։ Պարոն Ավինյան, դուք սա չեք տեսել։ Հիմա կասեն Ավինյանի հետ կուլտուրական է խոսում։ Հələ նոր-նոր է դրա համար։ Սա երբ պիտի քանդվի։ Երբ պիտի չեղարկվի ջազվեի վարձակալության խնդիրը։ Ես այս հարցով անպայման կզբաղվեմ։ Սև ջազվե կբերեմ ուրաստեղ։ Ամբողջ քաղաքը շինել են իրանց հոր դուքանը։ Ես ասել եմ ծծցնելու եմ, ուրեմն ծծցնելու եմ։ Մյուսը բողոքը հետուղարկել էին, որը վերաբերվում է Թումանյանի շաուրմանոց։ Ուրա քաղաքացիները ստորագրած ուղարկել են։ Այս է նախագիծը, որ Թումանյանի թանգարանը մասամբ ուզում են մեծացնեն ու սարքեն Թումանյանի շաուրմա, գրելա քաղաքացին, շին թույլտվությունը տվելա Հայկ Մարությանը, ստորագրություններով ամեն ինչով դրված է իմ Telegram կանալում, Թումանյանի տուն թանգարանի տարածքում Թումանյանի շաուրմանոց, դուք լրիվ բոզի տղա եք, Հայկ Մարության Հովանես Թումանյանին սակոն կարդացել ես, որ ասում է բռնեք փախավ սակոն խելագար, սակո, ես քո նանին եմ, արի քեզ ձվածեղան եմ, չոբան սակոն ծսցնի ագարկա կնգատ, բոզի տաղա, Թումանյանի տուն թանգարանեմ տալում ես շաուրմանոցի թույլտվություն, խոնդու ագարկի ծնուն չես, այ խախպի տաղա, դրա համար չէր ուզեմ ընձի վերահսկողություն տայր, որ ես խայտարակ բոզի տղությունը չլնի ջրեր ես, հա, ես Թումանյանոց ես
Թումանյանի տուն շարմանել, քանի որ իմ ավականին մայս նայմա, սա էլ ֆիքսել։ Սա ջազվեն բյուրեղ բնակելի թաղամաս, այս ամենը ֆիքսել մոտակա ժամանակներով, այս ամենով պետք է անպայման այն պաշտոնատար անձանց, ովքեր այս ամենը ստորագրել են, ծածկնել, ուղարկել քերակատարողական հիմնարկ, բոզի տղեկ։ Թումանյանի տուն թանգարանը ասում է բան, շաուրմա։ Խնդրեմ, քաղաքացու բողոքը։ Էդ էլ խոմ ստորագրությունով Վարդան Ղուկասյանը իա որի շիհան է։ Սարո էր, Սակո էր, Սարո էր, հա։ Չէ, Սարոն Անուշի մեջ էր, թե նրա մեջ էր։ Սարո։ Սարո ոբշե մանցանք։ Համ Սարոն ծսնի, համ Սակոն։ Ուր աստեղ։ Իմիջայլոց Հայկ Մարության կնգատ առանձնակի ծսնելու ցանկություն են հայտնել Իվանկային, Տիգրանը Կարենը Հրաչը Գլենդելից եւ Ժիրոն Սալվադորից, բոլորն էլ քշում են տրակ, ասում են մենք ուզում ենք սրանց ծսնենք, պարոն Ղուկասյան, սրա կնգան, խնդրում եմ բարձրաձայնեք, ուրեմն Գլենդելից Տիգրանը Կարենը եւ Հրաչը Ժիրոն էլ Սալվադորից գան Հայկ Մարությանի կնգան այնքան ծսցն են, որ ասում են իմ երեխաները ծնվել են Մարգարյան հիվանդանոցում։ Առանձին ինտերվյու տալեմ, ասում եմ իմ երեխաները ծնվել են Չեխիայում, ավտոմատ ստացել են Չեխիայի քաղաքացիություն։ Բոզի տղա, հիմա քո երեխեքը որտե են ծնվել։ Մարգարյան հիվանդանոցում Օկոևը կնգած ծսցնի, թե Չեխիայում են ծնվել։ Բոզի տղա։ Դե ճիշտ է ասում, սա քո է էլի։ Թումանյանն ասում է, տուն թանգարանի տեղը Թումանյանի շարմանոց, խաղպի տղա։ Քանի որ խոսք գնաց ծսնելուց, քերակատարողական վարչության պետի պաշտոնակատար, ես մի քանի անգամ անդրադարձա կանանց գաղութի պետի տեղակալ Հայկ Մովսիսյանին։ Նորից ու նորից բողոքը գալիս է, որ այս բոզի տղեն մտնում է եւ ծեծում է անչափահաս երեխաներին։ Սրա հետ կապված քերակատարողական վարչության ներքին անվտանգության պետը գործ ունի անելու թե չէ։ Անչափահաս երեխաներին, կանանց, մարդու իրավունքի պաշտպանը ինձ լսում է։ Ընկեր օմբուդսմենը պատրաստվում է գնա կանանց գաղութ եւ խոսա այդ անչափահաս երեխաների հետ Հայկ Մովսիսյանի հետ կապված, ինչպես նաեւ այնտեղ գտնվող կալանավոր եւ դատապարտյալների հետ։ Իմինջալոս, քանի գնաց խոսք բանից, այդ օմբուդսմենից։ Ինձնից հետաքրքիր է օմբուդսմենը գնաց հանդիպեց Նայիրի Հունանյանի հետ թե ոչ։ Ուրեմն ես ուզում եմ անեմ պաշտոնական հայտարարություն։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարան, թող հերքեն։ Հայտարարում եմ որպես պաշտոնական հայտարարություն։ Նայիրի Հունանյան անուն ազգանունով մարդ քերակատարողական հիմնարկում գոյություն չունի։ Եթե որևիցե մեկը ուզում է ապացուցել, որ կա, ուրեմն պիտի գնա բերեն կանգնեցնեն Նայիրի Հունանյանին կամերայի առաջը, ասեն սա Նայիրի Հունանյանն է, խնդրեմ։ Քանի դեռ Նայիրի Հունանյանին ազգը չի տեսել տեսախցիկի առաջ, ուրեմն մենք ընդունում ենք, որ Նայիրի Հունանյան քերակատարողական հիմնարկում չկա։ Այն որ ասում է գնացել ենք, հանդիպել ենք, այն ինտելիգենտ բոզի տղեն, այնքան էր փոխվել, դարել էր անճանաչելի, այդ հեքիաթները թող գնան պատմեն Գյուլան ստատուն։ Կա Նայիրի Հունանյան, ցույց տվեք։ Կանչեք հմեկը այն թագուհուն, ում ուզում եք, որևիցե մի լրատվամիջոց կանչեք, նստասեք, թող Նայիրի Հունանյանը ինտերվյու տա։ Նայիրի Հունանյանը եղավ Չեկացիլայի չափ չելավ, մարդիկ գնացին հասան Դալնի Վաստոկ, Չեկացիլայից ինտերվյու վեկալան։
Ես ասում եմ Նայիրի Հունանյան չկա։ Բերդում չի։ Հիմա մեռելա, ծաղկելա, փդելա, թափելա, չգիտեմ։ Վանեցյան Արթուրը եղել է KGB-ի մինիստր։ Մետորի։ Վանեցյան Արթուրին այդ հարցը տվեք։ Պարոն Վանեցյան, դու KGB-ի մինիստր ես եղել։ Դու Նայիրի Հունանյան տեսել ես։ Բա KGB-ի մինիստր էր։ Առաջինը ինքը, հիմա ես գամ նստեմ KGB-ի մինիստր կամ ես դե Նայիրի խուս կամ Նայիրին պիտի բերեն իմ խուս։ Թո պատասխանի, տեսելա թե չի տեսել։ Արգիշտ Տերտեր Բոզի տղեն KGB-ի մինիստրը եղել։ Լրագրողներ, հարցրեք, Արգիշտ Քարամյան, Նայիրի Հունանյան տեսել ես։ Աբաս KGB-ի մինիստրը, հարցրեք, պարոն Աբազյան, դու Նայիրի Հունանյան տեսել ես։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց տվեք, Տիկին Վարդապետյան, դուք Նայիրի Հունանյան տեսել եք։ Գլխավոր դատախազը չէ, լուբոյ մոմենտ լաբավո կարագնա մտնի խուց։ Ոչ մեկ Նայիրի Հունանյան չի տեսել։ Եվ հիմա այս բաները որ կան, այս ընդդիմադիր պատգամավորները այսպես կոչված, որոնք որ ջուր են ցանում մարդկանց առնանդամի վրա ասում են մենք պիտի գնանք impeachment-ի, դիմում եմ այդ ընդդիմադիր պատգամավորներին։ Եթե այդ կան դուխ ունեք, գնացեք մտեք հրակատարողական հիմնարկ, Նայիրի հետ sense մի հատ վիդեո արեք, վիդեո call, selfie, եւ լուսանկարով դուրս եկեք։ Կարակ Ռոբիկը ու Սերժիկը երկուսը ձեր տանով տեղով ձեզ կծծցնեն։ Հարց չկա, ես անում եմ պատասխանատու հայտարարություն եւ վստահ եմ հետևանքների մասին, թող հանեն ցույցան ասեն տես Վարդան Ղուկասյան, էսի Նայիրին է, Նայիրին էլ նստած ասի ես Նայիրի Հունանյանն եմ, էսի ես, էսի բան։ Խնդրեմ։ Ես ողջ եմ եւ առողջ եմ։ Թող Վարդան Ղուկասյանը սխալ դուրս գա, ես ներողություն կխնդրեմ աուդիտորիայից։ Այսքան օմբուդսմեն ա եղել Արման Թաթոյան, ուզում ա դառնա վարչապետ։ Արման Թաթոյանին հարցրեք։ Արման Թաթոյան, Նայիրի Հունանյան դու տեսել ես։ Եվ այս իշխանությունը, այդ տեսեք եկել է 5 տարի, եկել է վերանգած Բոզի տղեն։ Ոչ մարտի 1, ոչ Էլեկտրիկ Երևան, ոչ Սարի թաղ, ոչ հոկտեմբերի 27, ոչ Սերժ Սարգսյան մերժը մեջ, ոչ մեկով, ոչ մի բան, հավարով, Թուրքիա, Ադրբեջան, ես ձեր ցավը տանեմ, եկեք իմ թրկահպատակ ագարկա կնկան ծծցրեք։ Ուրեմն մեկ մի հատ լուսանկար էինք տեղադրել։ Ուրա, ստեж։ Խնդրում եմ բոլորին մտնել Վարդան Ղուկասյանի Telegram կանալ։ Ուրա։ Ավելի պատկերավոր զրուցելու համար։ Ահա այս լուսանկարը 1 2 3 4 5 6 7 7-ը տղամարդ եւ Աննա Բոլեին։ Ովքեր չեն տեսել, դնում եմ։ Մաշտեղ նիքնակայնած։ Մարդիկ ասում են «Էտա Մոնակո»։ Եկեք մի պա խոսենք այս նկարից։ Ովքեր են պատկերված այս լուսանկարի մեջ, ոնց փորձեցինք պարզել, գրեթե չելավ։ Այս մեկը էս Սփյուռքի գծով հանձնակատարն է, էս Բոզի տղեն։ Էս սպիտակ մազերով տղամարդու մեջտեղը, այն մնացածին մենք չենք ճանաչում։ Մենք կարողացանք գտնել մենակ այն սպիտակ մազերով Բոզի տղուն, ուրա։ Նիրոպե։ Ահա։ Սպիտակ մազերով այս Բոզի տղուն մի քիչ մեծացնեմ մաքսիմալ, ով կանգնած է Աննա Բոլեյնի հետ միևնույն տեղը եւ նկարվել են։ Ով է։ Սրան մենք փարկացո կարացանք պարզել ով է։ Սամսոն Օզարարատ, Օզարարատ, Господи Боже мой, 71 տարեկան
42 տարի ապրում է Ֆրանսիա Նիցցա քաղաքում, այդ սպիտակ մազերով բոզի տղեն։ Հիմնել է Սոց-Արմենիա կազմակերպությունն, անցած դարի 90-ականներին համակարգել է Հայաստանին տրամադրվելիք մարդասիրական օգնությունն։ Ըստ տեղեկությունների Օզարարատը նաև միջնորդել 90-ականներին Հայաստանին 40,000 տոննա հացահատիկ տրամադրելուն Թուրքիայի կողմից։ Իր կապը Թուրքիայի իշխանությունների հետ մշտապես պահպանել եւ լավացրել է։ Օզարատը նաև հանդիպում է 90-ականներին կազմակերպել Փարիզում հյուրանոցներից մեկում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գորժ Գալեր կազմակերպության նախագահ Արփասլան Թյուրքեշի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայր Թելման Տեր-Պետրոսյանը, ով գործարար կապեր է հաստատել այդ տարիներին թուրքական ընկերությունների հետ։ Կարելի է ասել, որ Օզարարատի միջնորդական գործունեությունն ակտիվանում է այն ժամանակ, երբ Թուրքիային եւ Հայաստանին հենց այդ պահին ինչ որ բան է պետք լինում ստանալուց իրարից։ 2012 թվականին անձամբ Հայաստան է ուղեկցել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ահմեդ Դավութօղլուին Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար։ Էս էլ Օզարարատի նկարը Թուրքիայի վարչապետի հետ միևնույն սամալոտի մեջ։ Прошу, любите жаловаться։ Ես ոչ մի բան չեմ կարողանում հասկանալ։ Նիկոլ Փաշինյանը հələ մի բա թողենք մի կողմ, որ սա վարչապետ է, որպես տղամարդ։ Նիկոլ Փաշինյան, կafur չեմ տալում։ Ես ուզում եմ քեզ հարցնամ, քո կնիգը, որ հելել է ասենց ընկել է դռնե դուռ։ Ինչ լուսանկար հրապարակումա, գերակշիռ լուսանկարների մեջ միակ կին արմատը ինքն է։ Խախոլների հետ գնաց նկարվավ, սաղ այդ նացիկ մացիկների հետ, մուսկուլավոր տղեկ եւ այլն մեջները կայնած։ 7 տղամարդու մեջները գնացել է ագարկա կնիկը կանգնել է, սաղ թրկա հպատակ բոզի տղեկ են, փոխարենը դու բջերիդ վեկալել ես, թռնում ես Ստրասբուրգ։ Ես չեմ կարող հիշեմ մի հատ երկրի ղեկավար, ով բջերին գցի հետևից, անչափահաս, բերի հասցնի Ստրասբուրգ։ Մի հատ էլ ասում ծանոթացեք, էսին բջերն են, նրանք էլ ծանոթանում են։ Տղա ջան, քո կնիգը, քո բջերով քիչ զբաղվում։ Ես ինչի Բելային, Ռիտային ոչ մի վատ բառ չեմ։ Այսքան ժամանակ մենք չտեսանք Ռիտան կամ Բելան ворցերի հետ նկարվեին։ Լավին լավ, վատին վատ։ Քո ագարկա կնիկը ինչ եկելա, չեկելա, ինչ ֆոտոսեսիա աննման նախ դրես կոդի մաման ծծնելով, ինչ էլ աննամա կողը ворցեր են։ Ворցեր եւ միայն ворցեր։ Քո մոտ հասարակ տղամարդու հարցերը չեմ այ կնիկ։ Դու ես Օզարարատա խերի գլոխա, այս թուրքերի ագենտուրայի դու ինչ ворես տալեմ ագարկա։ Բջերիդ խես վերցրե հետը տարե հասրե Ստրասբուրգ, են արփի մարփին, որ ինչ։ Որ ատեղ այդ մարդիկ վախենան, անգնավոր են, լեղապատարել են, արփի են, մի հատ վերևի դեմքի նայում ես, լրիվ մեզոզոյան դարաշրջանի երևույթ։ Այդ վեկալ է տարել ես երեխեքիդ ատեղ որ ինչը, էդի բանը մանգապարտեզա, Դիսնեյլենդա, գազանանոցը, չգիտեմ բալետա, թատրոնա, ինչա որ քո երեխեքին վերցրե տարե կողել ես, եմա ասում ես ծանոթացեք, էսիմ բջերն են։ Մի հատ էլ հայտարարում ես Հայաստանի Հանրապետությունը փրկվավ, որովհետև ինքը ժողովրդավարական երկիր է։ Ժողովրդավարական երկրը մարդկանց քնչական կոմիտեներից շպրտմեցած, մեկը 5-րդ հարգից, մեկը 3-րդ հարգից, մեկը вообще նորմալ մտավ հաշվանդամելով, իմ մոտից 5 հոգի ով մտավ խոշտանգվավ ու դուրս եկավ։ Էտա ժողովրդավարական երկիրը։ Ժողովրդավարական երկրում ժողովրդին թալանած բոզի տղեկը ինչի են ազատության մեջ, բոզի տղա։
Հա, եթե մենք վերցնեմ ենք ժողովրդավարության տեսակետից քո օրոք եւ Սերժի օրոք, այո, քո օրոք անհամեմատ ժողովրդավար է, քան Սերժի օրոք։ Ատե ես բան չասեցի։ Լավին լավ, վատին վատ։ Բայց ասել ժողովրդավարություն, որ մարդկանց խոշտանգում են, որտեղ ես տեսել դու։ Կամ քո կնիգը, քո երեխեքով խի այդքան ցրտել է 4 հատ, չէ՞։ Ռոզիկ, 4 հատ ցրտել է, փոխանակ դրանցով զբաղվի։ Օզարատ, մոզարատ, նացիկ, մացիկ, սպեսնաս, մեզ այս ворցերնով է քո մեջ չարաչանամ, այ կնիկ դու եսում հետ ես նկարվել։ Ով են, կամ դու դե вообще ինչ ворրեստալը։ Ամբողջ օրը թրաշ է, դլոն թրաշել է սրա կնիգը ու ընկել է առնան թամա ворսի հետևից։ Առնան թամա բռնմա ու քաշմա մեջը, բռնմա ու քաշմա մեջը, ոչ տարիքա նայեմ, ոչ բոյ, ոչ հասակ, ոչ քաշ, ոչ մաշկի գույն, ոչ մի բան չի նայեմ, մենակ ըլնի խեր, ինքը վակումանի տանի մեջը, այն որ կա է չորնայա դրա, տիեզերքը որ պտտվեմ, աստղերակուլ տալեմ, ասուբնի, մոլորակնի ելալեմ, ահիմա սրա կնգա դլոնա, անգելա սաղ երկիր մոլորակով մեկ պտտվեմ, Ես չորնի դլոն, ու ինչ կտնմա քաշմա մեջը։ Բավարարվել չկա Եկատերինայ, գլուխը պատովա տվե երեսը քարովա, թե այդքան առնանդամա ворս այլա Եկատերինա, ինչ որ սրա ագարկա կնիկ։ Շոչիկը անեցա ֆրեմ, ես ոչ մի համեմատություն չեմ կարող ասեմ, այն որ են սովետի ժամանակ շոչիկներ կային, ես բացես դրած ֆռմել, հիմա չգիտեմ։ Այդտեն սրա կնգած շոչիկը ֆռմա։ 120 կիլոմետր ժամանակով, ինչ տելեմա քաշմա մեջը։ Ես էլ բջերին վեկալ է գնացի հասելա բան, Ստրասբուրգ ասմասես չի անենցա։ Ու ես ամենից ներվային ֆոնի վրա մեկ էլ նայում ենք Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի հավաքականը, նորից գնաց ծսրին ճամփուդերին եկավ։ Ուր է թամա ծծնեմ ճամփու են դնում, ծծնեմ ճամփու են դնում, հիմա էլ բանին կրվավ Հյուսիսային Մակեդոնիայի 3-1։ Մինչև այդեն Լատվիայեր, Լիտվայեր ով է դրանք, սրանց ծսրին, հիմա էլ Հյուսիսային Մակեդոնիան ծսրեց։ Է ֆուտբոլն էլ հազիվ ձգին, նիչա արին հաշվառելով, որ կարող է գան, աստեղ էլ Վարդան Ղուկասյանը ծսնի այդ ֆուտբոլի թմին։ Ես ասում եմ, չէ, խմբակայի խաղ գոյություն չունի։ Ես սրա հետ միասին հիմա ես բանը ֆուտբոլն է, հիմա ես չգիտեմ ֆուտբոլիստներին ծսնի անաբոլեինը, թե ֆուտբոլիստները ծսնեն անաբոլեինին, այսի չեմ կարողանամ հասկանամ, միգուցե 69 Քրիստիկ, ինչ կարծիքի ես, Քրիստիկ, դու ֆուտբոլի հավաքականի հանդերձարան մտած կաս, ընչի, ոչ, հանդերձարան մտնես ոչ թե մինչև խաղը, այլ առաջի խաղակեսից հետո են, որ քրտնած մտնում են հանդերձարան, կամ խաղի ավարտից հետո, լավ, արի տենց ասենք, խաղի ավարտից հետո ֆուտբոլի հանդերձարան մտած կաս, ընչի, չի մտե, այ որ մտնեիր կհասկնայր, ես հիմա Էդ եմ ուզում հասկնամ, ուր ղրգեմ, Աննա Բոլեին, քո սերական, են բեշստվը մատքի, ժամանակին սենց աղտորոշում կար, էդ տեստոստերոնի, էդ հորմոնալ սպիշկի, էդ սերական վանդալիզմի, էդ գիրքը որ կեզ ուտմա, դրա դեմը կարա առնի միայն սա։ Ֆուտբոլի թմի հանդերձարան, ու մտնես խաղից հետո, ինչի խաղից հետո, երբ որ քրտնած ձվերով, են բդերի հետ, ֆուտբոլիստների բդերը սիլիկոնովի է, չէ, այդ սիլիկոնովի բդերով են փաչեկի արանքը այդ քրտնած հոտով, որ գալի մտնում են ու պիտի հանվեն, բայց դեռ չլողանան, այդ հոտը քեզի կարա հանգեցնի քո ալֆա գագաթնակետին։ Ու այդ ղզղնած վիճակովը ծասնես
այդ ֆուտբոլիստներին, բայց թե դրանից հետո ֆուտբոլիստները քեզ ինչ կանեն, այդ էլ թողը մենք ֆուտբոլիստի անձնական հայացողությանը կարան նույնությամբ թող քեզ ծծցնեն քրտնած փաչեքով, որ բալքեն ժողովուրդը հանգստանա, թե քեզնից, թե այդ ֆուտբոլ խաղացող ղախպեկից։ Տրեներն էլ վրադիշ, անպայման։ Ես չգիտեմ մոտակա խաղը որնա լինելու, բայց եթե ես մոտակա խաղին էլ, էդի կլնի, չգիտեմ, հյուսիսային Մարոկո, հարավային Կովկաս, Յուժնի Սուդան, եւ այլն, եթե այս մի ֆուտբոլային խաղը, մոտակա խաղին էլ, ընկեր ֆուտբոլիստներ, դու գնացիք ու կրվակ եկաք, ես ինչքան այդ ստադիոնի մեջ մարդ կան, սաղին ղրգելու եմ ձեր տներով։ Կվադրատ կիսելու եմ եւ ղրգելու եմ ձեր տներով։ Եթե երրորդ խաղին էլ դուք պարտված հետ եկաք, այս պահը խնդրում եմ ֆիքսել։ Հետո ինձանից դուք չնեղանաք։ Իսկ Նիկոլ Փաշինյանին իհարկե ես հասկանում եմ, որ ապուշություն եմ հորդորում, բայց քաղաքական եմ, որ ասում եմ մուսկայա սոլիդարնես, կամ պրոֆեսիոնալնայա էթիկան, ելնելով դրանից հորդորում եմ ագարկա կնգատ, քիչ հանիքցի քուչա, ուզմա տեստոստերոն ասեցի տեղը, գնման ֆուտբոլի ֆեդերացիա խաղից հետո մտնումա հանդերձալան, որ ֆուտբոլիստի վրա ծլիկը կայնումա, բռնումա, ծծցնումա, յա էլ ճիշտ հակառակը։ Քրտնած անպայման այդ հոտը, քրտնինքի հոտը քո կնինքը պիտի քաշի, որ քաշի այն ժամանակ տեղի կունենա վզրիվ, դլոյավ զրիվ։ Սա օրը մտածած Իշքան թրկա հպատակ բոզի տաղակա, սաղի հետ լպը, ու աբազի կարավարած հիմնակնել կակսա ուտեմ բարի ամենաբուն իմաստով։ Բջերին հավքի տարելա Ստրասբուրգ, ոնց որ բանա գնաց է, Old Disney։ Ես իհարկե որոշել էի անդրադառնալ դպրոցների թեմաներին, Պուշկին, Չեխով եւ այլն, որտեղ որ չես հասկանում ոնց է ստացվում, մի դպրոց ունի 2, 3, 4 հերթապող, ամեն դասանում 30-40 հոգի մարդ, ու դա էլ իր հերթին առաջացնում է խցանում Երևանի փողոցներում, մի հատ այս թեման ես կուսումնասիրեմ, նոր կանդրադառնամ, թե ոնց անենք, որպեսզի Երևան քաղաքի տարբեր մասերից չգան չհասնեն Պուշկին, Չեխով սովորելու։ Բանգլադեշ ես մնում, Բանգլադեշում սովորի, Ավան ես մնում, Ավանում սովորի, ոնց որ սովետի ժամանակ էր։ Իսկ եթե պիտի գազ հասնես Չեխը, Պուշկին եւ այլն, դրա համար առանձին բարձ։ Այս մասին պետք է մտածել։ Մեկ էլ դիում եմ իմ ավականուն Մռավյանի անվան դպրոց կար կենտրոնում, որը հանրապետականը դրեց արեց մորմշ, սրանով էլ խորանալ եւ հասկանալ ոնց եղավ, որ Մռավյանի անվան դպրոցը փակվավ, հիմա էլ դառնում է հյուրանոց։ Նշանակել են Թազակադր Տիգրան Առաքելյան, պրոբացիայի պետ։ Նայեմ ես դեմքին, 25 տարեկան լակոտ, ես չգիտեմ բանակ ծառայելա թե չի ծառայ, բայց դեմքի ծերեմա որ չէ, պրոբացիայի պետ։ Ասում եմ, որ սենց նստես, մտածես, ոնց անես, որ եգրի հերը անիցես, դու չես կարող։ Որ դիտավորյալ մտածես, ոնց անես, որ անիցես, հնարավոր չի, 25 տարեկան լակոտը, որը ես համոզված եմ, ես չգիտեմ, որտեղից է եկել երեխեն, վեկալել եւ նշանակել պրոբացիայի պետ, 91 թվականի լակոտին քնչական կոմիտեի ղեկավար, այս բոզի տղուն, քուրդ, մի քիչ ենկոմ Ռուստամ Բադասյան ղախպի տղուն, բանի, պեկի պետ, Սիսին Երևան քաղաքի քաղաքապետ։ Ես կհանձնարարեմ իմ աշխատակազմին խորանալ ովա պրոբացիայի պետը, ում երևույթն է որտեղից է եկել, 25 տարեկան պրոբացիայի պետ։
Մոտենում ենք ամենա հետաքրքիր թեմային։ Արդեն մի քանի օր ամբողջ համացանցով պատտվում է տեսանյութ, թե ինչի մենակ համացանցով, TV-ներով, ամեն ինչով, թե ինչպես Ադրբեջանի նախագահ Ալիևը եկավ, մտավ Ստեփանակերտ, այդ շենքը շրջեց, դուրս եկավ, դրոշի վրով քայլեց, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Փաստորեն ոչ միայն զենք ու զինամթերքը բանտիկով փոխանցեցին Ադրբեջանին, այլ նաև կառավարությունը, ազգային ժողովը Ղարաբաղի ամբողջ կահույքով։ Ես անգամ համոզված եմ, որ թուղթ ու թանակով էլ հեռախոսներով սաղ թողել են։ Որ ասում եմ բոլորը ձեզ, թող մեզ ոչինչ չմնա։ Փոխարենը այդ նույն մարդիկ, այդ Շահրամանյանը, Արցախի նախագահան, Հայաստանի Հանրապետությունում երթևեկում է ծառայողական մեքենայով 321 UU 22 պետհամարանիշով։ Ես չեմ կարողանում հասկանալ, եթե Արցախ գոյություն չունի, այլևս, եւ իրոք գոյություն չունի։ Հետևաբար գոյություն չունի Արցախի կառավարություն։ Ինձ մի հատ կարող եք բացատրել, ինչով է պայմանավորված, որ Արցախի այսպես կոչված նախագահ Բոզի տղա Շահրամանյանը պիտի Երևանում շրջի ծառայողական մեքենայով եւ ծառայողական համարներով, պետական համարներ, գոյություն չունեցող հանրապետության պետհամարանիշով։ Նույնն էլ ՄՎԴ-ի մինիստր Կարեն Սարգսյանը 100 ոսը 01։ Չեմ կարողանում հասկանալ։ Ով է այս համարները, ինչի այս համարները հետ չեն վերցվում։ 1. Եթե նախկիներն են հանձնել, եթե ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչված Բոզի տղեն իր թայֆով ու Բոզի տղա ընդդիմությունը իրար էին ծսնը թռուցիկ։ Էնի ասմա դու ես հանձնե Պրագայեմ, ես իստից ասմա դու հանձնեցիր ստորագրությամբ։ Հիմա ես քեզ ուզում եմ հարց տամ, Նիկոլ։ Եթե հանձնել են նախկինները, Արայիկ, այս Շահրամանյան Բոզի տղեն ջպով ու ախրանայով ոնց է ֆռում Երևան քաղաքում։ Այդ ջիպը ինչ ջիպ է։ Այս համարները ինչ համարներ են, ախրանան ով է վարձատրում, ես հիմա համոզված եմ այդ ջիպը հələ լցում է պետական բենզին։ Կամ Արցախի ՄՎԴ-ի մինիստր Կարեն Սարգսյան Բոզի տղեն ում հերը կոկնգան անձամբ ծսրել է։ 100 ոսը 01 համարներով ինչիա ֆռում, ինչա նշանակում հունվարի 24-ից գոյություն չպիտի։ Արցախը արդեն գոյություն չունի, ինչ խերես հունվարի 24։ Այնով էր գրել։ Եթե Ադրբեջանի նախագահան գտնվում է Արցախի կառավարության շենքի մեջ, ու այդ դրոշի վրով էլ քայլում է, ինչ խերես հունվարի 24, 2024 թվականի հունվարի 1։ Ինչ ապշություն եք խոսում։ Հիմա էլ պիտի մի միլիոն տարի բռնենք բանը խոսանք Արցախի հանրապետությունից, ոնց որ խոսում եք Արևմտյան Հայաստանից։ Նույն հաջողությամբ վիտոն, հենա գրում են մարդիկ, որ քրեական հետապնդումը դադարեցվեց, ինչի։ Բայց եթե դուք երկուսդ միասին չեք, հիմա Վարդան Ղուկասյանը կապ չունի ոչ նախկինների հետ, ոչ ներկաների հետ։ Հիմա ես ՄՎԴ-ի մինիստրն եմ, ոչ բարով։ Լրագրողները վեկալն ֆիքսում են, տենում եմ 100 ոսը 01-ով երթևեկում է Ղարաբաղի ՄՎԴ-ի մինիստրը, ես չեմ կարգադրի գային անմիջապես համարները խլել։ Կամ այս 321 UU 22 համարները, որ երթևեկում այդ Lexus ջպով էս Բոզի տղեն, Lexus-ա Toyota, ես չեմ կարգադրի այդ համարները վերցնել կամ որտեղից սրանց անվտանգություն։ Ով է այդ գումարները, եթե այդ պետությունը չկա, գոյություն չունի, կամ Արցախի ներկայացուցություն, այդ ինչ է նշանակում։ Արցախ չկա, ներկայացուցությունը, որն է, որ հավաքվում են ընդե, մի հատ էլ ժողով է անում Շահրամանյան Պոռնիկի տղեն, ով առանց մի կրակոցի Արցախը հանձնեց։
Toyota Jeep թողնի։ Ես դա չեմ կարողանում հասկանալ։ Փոխարենը այդ հիմա բոզի տղա է Ստրասբուրգ, ասում է ադրբեջանցիները կարան անցնեն դառնան հանգիստ։ Իսկ հայերը Ադրբեջանի տարածքով կարող են անցնել դառնան հանգիստ։ Բոզի տղա։ Ես ուղղակի չգիտեմ, զովազների ծնողներին կոչ անեմ, մեր քաղաքացիներին կոչ անեմ, որ եթե դուք հանդիպում եք Արցախի նախագահ կոչված բոզի տղուն, ծծրեք, թքեք վրեն, շռեք վրեն, մեքենան ջարդեք, ընկեր Ղարաբաղցիներ, որ հիմա եկել են նամանավան տեսնուն Ղարաբաղցիները հայերի վրա են յախաթափ տալի։ Խնդրեմ ձեր այդ Ղարաբաղի նախագահի վրա խի յախաթափ չեք տալի։ Որտեղ է մնում ձեր Ղարաբաղի նախագահն։ Երևանում, որ հասցեում է մնում, այդ տունը իրեն որտեղից, այդ դաշնակ բոզի տղեն։ Որտեղից։ Ինչ միջոցներով։ Ղարաբաղը թալանին պրծան հանձնին Ադրբեջանին նվեր տվին, հիմա եկել են Հայաստանում ախրանայով, Toyota ջպերով ու էսի միջով են, մի հատ էլ ասում են նախագահ, ինչ խերից նախագահ, ինչի նախագահն է։ Ինչի նախագահն է այս բոզի տղեն, որ առանց մի կրակոցի Արցախը հանձնեց։ Ամբողջ Պաղեստինի ժողովուրդը Շարամանյանի բալեքին ծսցնեն։ Մի հատ էլ ասում են, թե բանը Արցախի նախագահները Ադրբեջանում են։ Արցախի նախագահների ամբողջ կարողությունը պետքա պետականացնել։ Իսկ Արցախի նախագահների ընտանիքի անդամներին զրկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ վտարել Հայաստանի Հանրապետությունից որպես լիցո без гражданства։ Գույքի ամբողջական բռնագրավումով։ Չէ։ Եթե դու Նիկոլ Բոզի տղա ազգային ժողովի ամբիոնից ասում ես, որ դուք հանձնիկ, բայց դուք հանձնողները ո՞ց են ազատ երթևեկում Երևան քաղաքում։ Կամ Խոսրովի արգելանոց նկարը տեղադրել եմ։ Խոսրովի արգելանոցում գործում է հանք։ Վաղը եւ ետ ես անպայման կկապնվեմ ուրա բանի հետ, բնապահպանության նախարարության հետ։ Ասմա ածուխի հանքա, արգելանոցում ինչ որրատալի վապշե տեխնիկա և հանք, լուսանկարը տեղադրված է իմ տելեգրամ կանալում։ Ասում եմ ումա պատկանում ես հանք, ասում է Շաբոյաններին, Շաբոյան Սամվել նախկին Արարատի մարզպետ ա եղել, քաղաքապետ ա եղել, ինչ ա եղել, որը մեռել ա։ Արգելանոցում գործում է հանք, ասում է ածուխ, Սպուտնիկից նայում ենք, տարածքը սաղ սպիտակ է, ածուխի հանքը սպիտակ չի լինում, պարոն Աբազյան, էդ ինչ հանքատեղ գործում, կամ հանքի այդ մասկի տակ, ինչ պեղումներ են իրականացվում Խոսրովի արգելանոցում, կագեբես կոչվում, արգելանոցում բուլդուզեր, տեխնիկա, կամազ, կրազ, բելաս, տրակտոր և այլ ինչա անում, ես վաղը կապնվեմ բնապահպանության նախարարություն, բայց մինչև կապնվել ես ուզում եմ ես հարցը հստակեցնեմ ազգային անվտանգության հետ։ Ինչա սա, ումնա սա, ով այդ Շաբոյանը, ոնց է Խոսրովի արգելանոցում դրե ու հանք շահագործում։ Սա այլ վրադիր մոռացել էի։ Իմիջալոս մեր քաղաքացիները, ովքեր ցանկանում են կապ հաստատել հանրային ձայնի հետ, ունեն բողոքներ եւ այլն, ես տեղադրում եմ մեր ավականիներից 5-ի մեյլերը, այսինքն էլեկտրոնային հասցեները, որոնց վրա մեր քաղաքացիները կարող են ուղարկել իրենց նամակները, դիմումները, բողոքները եւ այլն։ Մի րոպե գտնեմ ես մեյլը։ Տեղադրում եմ Telegram կանալ, ձեր բողոքները եւ այլը կարող եք ուղարկել այս մեյլերի վրա, այս ավականիներին ընտրել եք դուք, ստեղ էլ նշեմ ավականիներ։
Մելերը տեղադրված են, ձեր բողոքները, գանգատները դուք կարող եք ուղարկել մի րոպե։ Ալո։ Ածուխը բացառվում է, որովհետև այնտեղ սպիտակ փոշի է։ Այնտեղ ածուխի հանքերը ով ա գնում։ Չէ։ Դեղավ, շնորհակալություն։ Սա էլ Խոսրովի Արկելանոսի հետ կապված։ Հիմա էլ Արկելանոսն է, նախ այդ հանքը շուտվանից է, մի պահ աշխատեց կանգ առավ, հետո նորից աշխատեց կանգ առավ, հիմա նորից սկսել է աշխատել։ Արկելանոսում ինչ հանք։ Չեմ կարող հասկանամ։ Իսկ ինչ վերաբերվում է Ղարաբաղի այս նախագաներ, մինիստրներ եւ այլն, ես ուղղակի հորդորում եմ մեր քաղաքացիներին դրանց որտեղ տեսնել, Ալեն Սիմոնյանի նման թքել դրանց վրա։ Ես հիմա հասկանում եմ, ընդունում եմ, որ մեր ձեռը ճար չկա։ Ուժային կառույցները գոյություն չունեն, իշխանություն մեր ձեռքում չկա, որպեսզի բոլորին վեկալ ղրգել բան բերթերը կալանավորել եւ այլն։ Բայց այն որ տեղի է ունեցել դավաճանություն նախկիներ եւ ներկաներ միասին, դա մենք արդեն բոլորս հասկացել ենք եւ արձանագրել ենք։ Այսօր այսքանը, շնորհակալություն, հանրային ձայնը վերադառնում է իր բնականon հուն, մենք ձեզ հետ արդեն կհանդիպենք օրը մեջ ռեժիմով, ինչ տեղեկություն եկավ, ինչպես եւ նախկինում։ Պաշտոնական Բաքուն արձանագրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթին նշելով, անդրադարձել է, արձագանքել է, ներողություն, նշելով, որ այն ցույց է տալիս, որ Հայաստանը վճռական է խաթարելու խաղաղության համաձայնագրի հեռանկարը։ Բաքուն ամեն կերպ վիզա դրե կոնֆլիկտի։ Ամեն կերպ, ինչ ուզում ես արա, այս մարդը պատերազմ է ուզում։ Իսկ ես մարդիկ ինչ ուզում ես արա, շռի վրեկը, թքի վրեկը, խոռոփի վրեկը եւ այլն, ինքը խաղաղություն այդ ուզում, որովհետեւ 3 տարի պատերազմից հետո մատներին չտվեցին, 3 տարի թալանեցին ու էլի շարունակում են թալանել այն երկուսն էլ վրա դիր, տեսեք Արցախի պատերազմից հետո 3 տարին լրիվ բավական էր թունելներ սարքելու Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ չարին, փախանեկան լծված դեպոզի տեղեկը։ Հիմա էսի է 3 տարի ամբողջ ՊՆ-ի զենք զինամթերք փոխանակ առնեն, օֆշորներ փողերգմեն, հետ չի գալım, հիմա էլ որ չունեն պատերազմելու, որ չունեն։ Դա համար ինչ եմ խոսում, Ադրբեջան ասում է, ես քո կնգան ծծնելու եմ, բոզի տաղա։ Եթե սկսվեց պատերազմ, առաջինը վարի ենք տալու ՔՊ-ին։ Ամինչև ՔՊ-ին տեղում չկնդակահարել նախկին ներկաներ հետ միասին, մենք պատերազմը չենք կարող հաղթել։ Չտա Աստված նման բան սկսվի։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն։